Այս տարվա ցուրտ երկարատև ձյունառատ ձմեռը գուցե անհանգստություն պատճառեց բնակարանային խնդիր ու վառելիքի հոգս ունեցող շատ բնակիչների, բայց եւ այնպես գյուղատնտեսությամբ զբաղվողները կոչ են այս տարվա տեղումների առատությունից։ Տարիների փորձ ունեցող հողի մշակները վստահաբար նշում են, որ երբ ձյունը շատ է գալիս, գյուղատնտեսությանը օգուտ է։ Օխտղատը կշտացավ հողը կշտացավ այդ ջարից ու ձանից։ Կարող է շատ լավ եղնի, ես ինչ գիտեմ, ամառը ինչ եղնի։ Այնքանով է դրական, որ ձյունառատ տեղումները աշնանացան հատկապես թորենի վրա, դրական ազդեցություն են թողնում, վերմագի դեր են կատարում։ Եթե ձյունը չլինի, հողը բնական չարարբիացում ձեռք չի բերի, բերկատվությունն է նվազ կեղնի, նամանավանդ այն բանով, որ ոռոգման բանով կանոնակարգով գիտեք ինչ կա, եթե դրամական վճարումները կա, պիտի լինի, բայց չափիստուց չարաշահված էլի, ինքը չի կարողանում գյուղացին լրիվ այդ գործող օրենքներով չարարբիացն է իրան հողը, բերկատվությունը նվազ է ստացվում։ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պատասխանատուն սրան մասնագիտական բացատրություն է տալիս եւ նշում, բերքն այս տարի առատ է լինելու։ Այն շերտը, որ պետք է ապահովել աշնանացանի ձմեռային պահվածքը, դա լրիվությամբ ապահովված է, չնայած նաև, որ ձյան շերտի հաստությունը վաղը մեզ ապահովելու է մեր ջրամբարներում կուտակված ջրի քանակությունը, որով մենք պետք է ապահովենք մարզի ոռոգելի տարածքների ոռոգումը։ Առատ ձյունը ցանկալի, բայց բավարար պայման չէ գյուղատնտեսության համար։ Գյուղացիներն նշում են, առատ բերկակ ընկալելու համար միայն բնության բարեհաճությունը բավարար չէ։ Անջրտի հողերը, պարարտանյութերի բարձր գինը, գյուղտեխնիկայի խնդիրը, հակակարգտային կայանների բացակայությունը թողնում են իրենց բացասական հետևանքները։ Լավ բերքի գրավականներից մեկը բնական աղետների դեմ պայքարն է, որ շատ ցածր մագարտակով է կատարում, շատ ցածր, հատկապես կարգուտի։ Երաշտի ժամանակ նաև ոռոգման սեզոնի։ Ջուրը մեր վրեն կանալը գեղի միջով կերտա կողբեն կդրած փագած է։ Փող ունեցար կուդան մեքանիմ անգամ ջերես կե չէ գնաց գուզես մերի գուզես չորցի։ Իշ գուզես եղնի ջուր չեն տա։ Ցողիկ Մկրտչյանը երկար տարիներ է հողի մշակությամբ զբաղվել եւ լավ գիտի գյուղացու խնդիրներն ու հոգսերը։ Գիտի, որ գյուղացու ամբողջ աշխատանքը կարկուտը կարող է մեկ օրում ոչնչացնել։ Մեկ է տեսար լավ կեղնի կարկուտը գուկա մե վարգանվամ գտանի հերուճի առաջի տարին մե վարգանվամ այստեղ կայնած լաց կեղնիկ լավ կարտոշկա երեղը կարկուտնեգա մե վարգանվամ իստակ տարավ պերձանք բերկենե պերձանք կարտոլենե պերձանք Չնայած խնդիրներին տարեցկինը սիրում է հողն ու հողի հետ աշխատանքը, Ցողիկ տատը ծնված օրվանից ապրել է գյուղում եւ լավ գիտի, թե ինչպիսի խնամք է պահանջում հողը։ Անձիկ տարին 12 ամիս մի լող ծնե, օժլի մեջը, կեղդի մեջը, ճզրի մնամ գա, բայց որ ամեն շապատը մի անգամ եմ լողնամ, լավ ուդեմ, լավ հակնիմ, լավ մանգամ, ես է ծաղիգի պես կաաջեմ, բարկև աջեմ ցավըտ տանիմ, ծաղիգը ինչ է, ծաղիգին որ ջուր չլծես չորնա, կրգավիգը։ Նաիրա Նալբանդյան, Տիգրան Կասաբյան, Գալա Նյուզ։